Գիտեք, մարդիկ գնում են սովորելու դպրոցից հետո, որպեսզի սովորեն տարբեր բաներ ու իմանան բաներ ընդհանրապես, որովհետև չգիտեն, սովորում են, որ իմանան, նախ ուզում են սովորեն ու հետո էլ համարում են ու գտնում են, որ սովորելու շատ կարևոր բան է ու անհրաժեշտ է։ Այս բանը կամ այն բանը իմանալու, տիրապետելու համար։ Նույնն էլ Աստծո մեջ են բաները։ Երբ որ դու գալիս ես Աստծո մեջ, այստեղ էլ Աստծո մեջ էլ է պետք սովորել, որպեսզի հասկանալ, իմանալ ու տիրապետել շատ բաների։ Ու դու չես կարա գաս Աստծո մեջ ու սկսես քո բաները ասել, սովորացնել, որովհետև դու ես տենց ուզում կամ քո հասկացածը։ Քո հասկացածը Աստծո մեջ ոչ տիրապետությունը, ոչ իմաստությունը, ոչ մի բան է, ոչ էլ գիտելիքա, դա ընդամենը քո հասկացածն է։ Միայն մի դեպքում կարա մարդու իմացածը գիտելիք լինի, եթե դա խոսում է Աստծո հետ, համաձայն է Աստծո հետի գիտելիքի հետ։ Այսինքն Աստծո կամքը կա այդտեղ Աստծո իմաստություններն ու գիտելիքը։ Մարդը Աստծո մեջ ուրիշ բան պետք չի որ սովորի, բաներ, որը Աստծուց չի, բաներ, որը մարդուց է, չգիտեմ, մարդու գիտությունից է, մարդու կամքից է, մարդու հասկացածից է, դա պետք չի մարդուն Աստծո մեջ, դա պետք չի։ Խոսում ենք այն մասին, որ սովորելը լավ բան է, չէ, ընդհանրապես շատ լավ բան է։ Բոլոր խելացի մարդիկ գիտեն, որ սովորելը լավ բան է։ Առավել ևս Աստծուց ու Աստծո բաները, հրաշալի բան է։